Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը տաղավարում աշխատում Էլիանա Խաչատրյանը, մի քանի օր առաջ արձակագիր Գևորգ Տեր-Գաբրելյանի հետ։ Մենք սկսեցինք խոսել մտածողության մասին եւ խոստացանք բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որ կշարունակենք մեր խոսակցությունը եւ ահա այսօր այդ օրն է, բարև ձեզ պարոն Տեր-Գաբրելյան։ Շարունակենք մեր զրույցը, ես նաեւ հիշեցնեմ մեր բոլոր մեր լսողներին, որ զրույցի բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են ավելի ճիշտ, որ զրույցի առաջին մասի հղումը մենք կտեղադրենք YouTube-յան մեր ալիքում, հենց այս հոլովակի տակ կարող եք նաև ծանոթանալ, ովքեր ծանոթ չեն, իսկ մենք շարունակենք, պարոն Տեր-Գաբրելյան, մենք կարծես թե հիմնական զրույցը, որ այսպես հիմնական միտքը կանգնեցինք քննադատական մտածողության վրա, եւ ես ուզում եմ կրկին տալ այդ հարցը, որ ես տվեցի նախորդ անգամ, արդյոք հնարավոր է քննադատական մտածողություն սովորեցնել։ Եվ առհասարակ, երբ որ ասում ենք քննադատական մտածողություն, այդ ի՞նչն է քննադատում, որտեվ առօրյա կյանքում մարդկանց թվում է, թե քննադատական մտածողությունը դա ամեն ինչ կասկածի տակ դնելն է։ Իսկ հասկանում եք, որ սա եթե ծայրահեղացնենք, լավ տեղ չենք հասնի, էլի։ Անկամ սեփական գոյությունը կսկսեն կասկածի տակ դնել եւ դե նայած, ասենք կան փիլիսոփայական ուղղություններ, որոնք այդպես են համարում են, որ առօրյայում դա այդքան էլ օգտակար չի։ Կասկածի տակ դնելն է կարևոր, բայց իհարկե քննադատական ասելիս պետք է հասկանալ ոչ թե կասկած, այլ պայծառատեսություն, սրատեսություն, այսինքն խորանալ երևույթի մեջ, բայց որպեսի սրա այսպես ասած տեղայնացումը տեղի ունենա, հա, էլի կոնտեքստի ինչ որ չափով ընդլայնումը պետք եւ ի վերջո հասկանալ թե մտածողությանը, մտագործունեությանը ոնց է ինքը հարաբերվում։ Ես այստեղ չկա իհարկե միանշանակ պատասխան, որովհետեւ աշխարհում ով ինչ ասես անվանում է քննադատական մտածողություն, բայց ես ինձ համար այսպիսի պատասխան եմ մշակել, որ երբ խոսքը գնում է տեքստերի մասին, օգտագործվում է քննադատական մտածողությունը, երբ խոսքը գնում է աշխարհի գործողությունների, հա, գործունեության աշխարհի մասին, արդեն այդտեղ մտագործունեությունն է օգտագործվում։ Այսինքն ինչ որ չափով կարելի է սահմանափակել, ասելով, որ քննադատական մտածողությունը դա մեդիագրագիտության ավելի բարդ տարբերակն է, այսինքն ավելի խորքային տարբերակն է։ Այն վերաբերում է տեքստերին, որոնք Իսկ ինչու եք սահմանափակում տեքստերով, որն է պատճառը, որ տեքստերից դուրս հա, ու պլյուս ինչ նկատի ունեք տեքստեր ասելով, դա էլ է։ Տեքստեր ասելով ցանկացած նշանային համակարգով արտահայտված հյուսվածքը, հա, որը իմաստ ունի։ Դա կարող է հիմնականում դա իհարկե լեզվական, հա, խոսքային տեքստերն են, բայց կարող է եւ հիմա այս աշխարհում պատկերային տեքստեր լինեն, հա, որովհետեւ դա շատ ուժեղ կապված է նրա հետ, թե այդ տեքստով ինչ է ասվում։ Երբ խոսքը աշխարհի բանի մասին է, դու դիտում ես այնտեղ պարտադիր չի որ ասվող բան լինի, դու դիտում ես աշխարհը եւ եթե որոշեցիր գիտակցությունդ օգտագործել, ինչը նշանակում է ռեֆլեքսիա անել, մի պահ, թե ինչ ես տեսնում, այդտեղ արդեն ավելի ընդհանրական օրինաչափություններ պիտի օգտագործես, հա, մտագործունեական օրինաչափություններ։ Իսկ տեքստի վերաբերյալ կարելի է որոշակի ինչ որ գործիքներ ունենալ, որոնք օգտագործելով դեկոնստրուկցիա անել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը, ով էր ուզում, ինչ էր ուզում անել։ Այդտեղից կարելի է սկսել, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ ի վերջո երկու դեպքում էլ խոսքը ռեֆլեքսիայի մասին է։ Իսկ ռեֆլեքսիան այդքան էլ պարզ բան չի, հիմա էլի շատ մոդայիկ բառ է դարձել, բայց այդքան էլ պարզ բառ չի, հա, բան չի, ասենք մտագործունեության մեջ ռեֆլեքսիան մի կերպ բացատրում են ասելով, որ դու ես իրադրությունից դուրս ես գալիս, դրսից ես նայում այդ իրադրությանը, բայց ես մի ուրիշ փորձնական օրինակ ունեմ, ես այսպես եմ ասում, ասենք սա սեղան է, ես գիտեմ, որ սա սեղան է, բայց ես նաև գիտեմ, որ ես գիտեմ, որ սա սեղան է։ Հիմա եթե ասենք ես գիտեմ, որ ես գիտեմ, որ սա սեղան է, կարող է էլի հասկանանք ինչ նկատի ունենք, բայց եթե մի հատ էլ են 4-րդ աստիճան բարձրանաս, անիմաստանում է։ Այդ երկու
3 աստիճանը պահպանում է մարդը սովորական պայմաններում, իսկ այն ավելի բարձր աստիճանների բարձրանալը շատ դժվարանում է։ Մա որ տարբերությունը զգացվի, մի հատ ուրիշ օրինակ էլ կարամ բերեմ, էլի, ասենք, շունը գիտի, որ Տերը իրեն կերակրում է, բայց շունը չգիտի, որ ինքը գիտի, որ Տերը իրեն կերակրում է։ Այդ տարբերությունն է, այդ ռեֆլեքսիայի ունակությունն է, որը Հայ, մի հատ հետաքրքիր ես կա, չէ՞, մեր մեջտեղում, մեր մեջ այդ եսի զգացողությունը, որը ոնց որ սենց արբիտրի նման անդադ քո բոլոր զգացածների, տեսածների, մտքերի վրա պատտվում է, շատ հետաքրքիր մի անգամ մի փորձագետ այնց նշեց իր խոսքում, ասեց անգամ այն դեպքերում, երբ որ մարդը ինչ որ չգիտեմ, պատահարի արդյունքում երկարաժամկետ հիշողությունը կորցնում է, ու անգամ չի կարող պատասխանել հարցին, թե ով է ինքը, այդ եսի արբիտրի զգացողությունը մեկը մնում է մեջտեղում։ Հա, կարող է, ես կասեի գիտակցության լուսարձակը, որովհետև էլի մեզանում այդ Homo sapiens բան, հա, շատ ախպերական առումով տարածված է այն կարծիքը, որ գիտակցությունը համատարած է, այսինքն ինչքան մարդը այդ եսը ունի, այնքան գիտակից է, բայց իրականում գիտակցության լուսարձակը շատ նեղ բան է։ Հա։ Այսինքն ինչքան բան է, որ մենք հիմա անում ենք առանց գիտակցելու, հենց այս պահին։ Հա։ Եվ ընդհանրապես առանձին ինչ-որ բանի վրա ուղղում ենք մեր գիտակցության լուսարձակը։ Այսինքն ուշադրությունն է լուսարձակի ֆունկցիոնալն է։ Այո, հենց այդ է հարցը, որ դու գիտակցությունդ երբ որ ուղղում ես այն բաների վրա, որ սովորաբար չէիր ուղղի, հա, այդ պահին ռեֆլեքսիայի շանսը առաջանում, այսպես ասած։ Եվ այդ պահին, եթե խոսքը տեքստի վերլուծելու վերաբերյալ է, քննադատական մտածողություն է առաջանում։ Ասենք դու տեսնում ես Facebook-ում ինչ-որ տեքստ, կոչ, արագ, շուտ սեղմեք այս կոճակը, աշխարհի բանը կախված է ձեր սեղմելուց, հա։ Դու անգիտակցորեն ուզում ես սեղմել։ Եթե այդ պահին ուշադրությունը սևեռեցիր ինչ-որ այլ հանգամանքների վրա, որ քանի անգամ ես հանդիպել այդպիսի կոչ, քանի անգամ ես սեղմել սխալվել, ընդհանրապես ինչի են ուզում աշխարհը շուռա գալու, որ դու հիմա սեղմես կամ չսեղմես։ Այդ վիճակներում, եթե կարողանում ես կողմնորոշվել, այդտեղ միանում է քննադատական մտածողությունը ու հետևյալ միտքն է գալիս. այս մարդը, որը սա դրել է, ինչ է ուզում ինձնից, հա։ Սա շատ ուժեղ կապված է նաև այսպես իշխի գաղափարի հետ, այսինքն ինքը քեզ ուզում է, որ դու անես մի բան, որը չէիր անի, հա։ Իշխի իշխանության այդ ամենապարզ ձևակերպումն է, որ ստիպել մարդկանց անել մի բան, որ իրանք չէին անի։ Հիմա նույնը այդ հաղորդագրությունն է, ինքը ուզում է քեզ ստիպել մի բան, որ այլապես դու չէիր անի։ Ինչի է ուզում ստիպել։ Ինչ է ինքը դրանից ստանալու, քլիքա ստանալու, թե քո ուղեղն է վերադասավորելու, թե, հա։ Հենց որ այդ դուրս եկար բուն հաղորդագրության սահմաններից եւ իր, այսպես ասած, շրջանակային պայմանները սկսեցիր նայել, պրագմատիկ գործածման, հա, պատճառը, դու արդեն քննադատական մտածողության մեջ ես։ Դա ռեֆլեքսիվ քայլն է, որը քննադատական մտածողության պայմաններում է տեղի ունենում։ Ռեֆլեքսիվ քայլը, որը մտագործունեության պայմաններում է տեղի ունենում, դրա բարդացված տարբերակներն են, դրա այլ դեպքերն են, այսպես կարելի է ասել, էլի։ Այսինքն, ես ուզում եմ մտքիս մեջ հավաքեմ, հա, այդ ինչ որ ընդհանուր կոնցեպտ, այսինքն ստացվում է, որ քննադատական մտածողության այսպես ասենք գործիքներն են, հա, նախ եւ առաջ ուշադրությունը, երկրորդը մարդուն հատուկ, հա, կոմունիկացիա, այդ հայելային կոմունիկացիոն միջոց է, երբ որ դու կարողանում ես մոդելավորել ուրիշի հոգեկան, հա, այսպես ասենք, ցանկությունները, ուղեղի աշխատանքը եւ այլն, կարողանում ես մոդելավորել Դա դու այսպես հոգեբանական տերմիններով ես բացատրում, որ շատ հասկանալի է, հա, բայց եթե
մենք հաշվի չենք առնում այն ինչի մասին նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք, թե ինչա ընդհանրապես մտագործունեություն է, դա այդտեղ միշտ պակաս բան է մնում։ Բան չունեմ ասելու, ես ինչի եմ փորձում սենց հավաքեմ, որովհետև այն ինչ որ դուք ասում եք, այն ինչ որ գոնե ես եմ հասկանում, հա, ձեր ասածից, ինձ բերում է այն մտքին, որ յուրաքանչյուր Homo sapiens յուրաքանչյուր մարդ, ով ունի, հա, այսպես ասենք, միջին եւ բարձր IQ, կարողանում է մտածել, ինքը ուզի թե չուզի, այսպես թե այնպես քննադատական մտածողություն իրականացնում է իր կյանքում։ Այսինքն դա այդքան էլ հազվադեպ բան չէ, որ մենք խոսում ենք, որ երեխաներին սովորացնել, որտեղ է առաջանում խնդիրը, ինչու ենք այդ դեպքում մենք որպես հանրություն խնդիր տեսնում քննադատական մտածողության պակասի։ Որովհետև ուշադրությունը, ինչպես ասացի, շատ նեղ բան է, այդ բանը, գիտակցությունը, հա, դու գիտակցությանդ լուսարձակը քիչ բաների վրա ես ուղղում, այդ մեկ։ Երկրորդը ընդհանուր գրագիտությունը ստիպում է, որ մարդը հասկանա, ռեֆլեքսիա անի, որ ինքը գիտակցության լուսարձակը քիչ բաների վրա է ուղղում։ Իսկ կարող է այնպես լինել, որ ինքը ռեֆլեքսիա անում, բայց իր գիտելիքները չեն հերիքում այնքան, որպեսզի հա, ինքը, բայց սկզբունքը դա է, որ դու հասկանաս, որ քեզ հիմա փորձում են մանիպուլացնել, կամ ստուգես փորձում են թե ոչ, հա, այսինքն դա մտագործունեական քայլ է, այստեղ կա մի պահ նաև բավական դժվար որսալի, որ դու ստանում ես լիքը ինֆորմացիա եւ ինչքան էլ քննադատական մտածողությունը զարգացած լինի, միայն այդ ինֆորմացիաների որոշ մասի նկատմամբ կկիրառես այդ կիրառուկը, հատուց կգաս, կնայես, կստուգես եւ այլն։ Ու այդտեղ մենք արդեն գալիս ենք էլի մտագործունեությանը, որտեղ մտագործունեությունը, այսպես ասած, աշխարհը բացատրում է որոշակի միջոցներով եւ հայտնի բացատրություններից մեկը աշխարհի սոցիալական կառուցումն է։ Այսինքն ինչ առումով այն ինչ դու կարծեցիր, որ քո հիմիկվա այս վերջնական կարծիքն է կամ քո արժեքն է, իրականում էլի կեղծ արժեք չի, որը քեզ ներարկած է, հա, աշխարհի սոցիալական կառուցման միջոցով, սոցիումի, քո դաստիարակության, պետական գաղափարախոսությունների եւ այլնի եւ այլնի։ Ու ինչ անես այդտեղ, ինքն ոնց դուրս գաս, ինչ որ ինչպես ասում են, կեղծ գիտակցությունից, հա։ Այդ շատ հետաքրքիր բան է։ Ու իհարկե ես չեմ հավակնում, որ բան, հա, բոլորի համար պիտանելի ինչ որ խորհուրդ կարող եմ դրա վերաբերյալ տալ, բայց հենց որ սկսում ես այդ բաների մասին մտածել ու այդ բաները ձևակերպել, արդեն ռեֆլեքսիոն աշխարհ դուրս եկար, դա մի միջոց է, երկրորդը մենակ չմնալը։ Այսինքն հենց դրա համար է ես ասում, որ հավասարազորների կոմունիկացիան շատ օգնում է այդ ստուգել, այդ հասկանալ, առաջ գնալ, պրոյեկտ ստեղծել, դրան դիմակայելով, հա, այդ հոսքերին դիմակայելով ինչ որ քո կարծիքով կամ այդ խմբի կարծիքով դրական ինչ որ բանի համար աշխատել եւ այլն։ Բայց մենք տեսնում ենք, որ աշխարհի հսկայական մասը մարդկության ինքը անընդհատ այդ հովերի մեջ է ու այդտեղ շատ հետաքրքիր է հասկանալ թե ինչի ու հասկանում ենք, որ համացանցը այնպիսի վիճակ է ստեղծել, որ աշխարհում երբևէ մինչև այդ չի եղել, հա, անցյալ անգամ էլ մի քիչ շոշափեցինք այդ թեման։ Ու մարդկությունը դեռ ձեռք չի բերել համացանցային վարքի կանոնակարգը։ Այսինքն համացանցային վարքի նկատմամբ չկան այն օրենքները, որոնք կան մաթեմատիկայի դեպքում կամ կան բնական օրենքների կամ նույնիսկ պետության օրենքների որոշ մասի համենայն դեպս, հա, դեպքում։ Իրանք չկան նաև բարոյական օրենքները եւ այլն։ Մարդկությունը դեռ չի կազմավորել դրանք կազմավորման process-ում են, ինչքան էլ դրսից որոշում են, որ սա կարելի է, սա չի կարելի, սա, ասենք, ատելության խոսք է, սա ոչ, մարդկությունը պիտի օրենքն ու իր բան գրված ու չգրվածը, հա, ինչ որ չափով պիտի համապատասխանեն իրար, այսինքն մարդիկ պիտի իրանք համաձայնած լինեն ինչ որ չափով, որ մարդու տելը սխալ է, որ հետո դա արգելվի օրենքով։ Հիմա այդ պահը հələ չի հասել, որ այդ համամասնությունը ստեղծվի, հա, դրսի օրենքի համացանցային վարքի եւ ոչ դրսի օրենքի։ Ու դրանից օգտվում է
աշխարհի պոպուլիզմը, իշխը օգտվում են բոլոր նրանք, ովքեր ուզում են մարդկանց մանիպուլացնել, հա, թափով օգտվում են կամ ծառայում են այդ օգտվողներին։ Ու հիմա ես դրա համար ասում եմ, որ ասենք եթե 15-20 տարի առաջ համացանցը կասեինք, որ 90-95%-ով օգտավետ ինֆորմացիա է պարունակում, իսկ 5%-ով մանիպուլատիվ, հիմա կարելի է ասել, դա չափած չի, հա, գիտական չի, բայց հակառակն է։ Այսինքն դու սոցիալական ցանցերում 95%-ով կամ 90%-ով կարող է հանդիպես մանիպուլատիվ նյութերի ու այդ մանիպուլատիվության հյուսվածքները շատ հետաքրքիր են, որտեղ այնտեղ միշտ կա ճշմարտության կաթիլը, հա, եւ այդ բանի կեղտի տակառը, այսպես ասած, ու ոնց են այդ հյուսվածքները հյուսվում, ու այստեղից շատ հետաքրքիր թեմա է առաջանում, թե ընդհանրապես մարդկանց ոնց են խաբում, խաբեությունը նույնպես որոշակի առումով ուսումնասիրված է, հա, սոցիոլոգիայի կողմից, հոգեբանության կողմից, բայց հսկայական քանակությամբ դատա ունենք այսօր, հա, ուսումնասիրելու, էլի, որ այդուհանդերձ ես ուզում եմ խնդրեմ ձեզ մի քայլ հետ անենք եւ հասնենք այդ կեղծ արժեքներին, որովհետեւ եթե բոլոր արժեքները, հա, այսպես թե այնպես իրանք սոցիալական կոնստրուկտ են, իսկ իրանք սոցիալական կոնստրուկտ են, մարդը, որը սոցիումից դուրս է մեծանում, ինքը որպես կանոն, հա, Մաուգլի երեխաները մեզ օրինակ, մարդ մեր հասկացությամբ չի դառնում։ Որն է այսքան այդ չափանիշը, որ մենք կեղծ արժեքը չկեղծից տարբերում ենք։ Ես ունեմ իմ մտքի մեջ ինչ-որ սխեմա գծած, հա, նախ որպեսզի մենք փորձենք կեղծ արժեքը չկեղծ արժեքից տարբերենք, մենք պետքա դրա ֆունդամենտում դնենք գոնե ինչ-որ արժեք, հա։ Եթե մենք այդ ֆունդամենտում դնում ենք ազատությունը, օրինակի համար, մեր մարդու ազատությունը որպես արժեք, մենք արդյունքում ունենում ենք որոշակի, այսպիսի ասած, սանդղակ, որտեղ սանդղակի ձախ կողմում կեղծ արժեքներն են, աջ կողմում ոչ կեղծ արժեքներն են եւ այսպես մուքից դեպի բաց գույնային երանգը գնում է, որքան ավելի մանիպուլատիվ են արժեքները, հա, որքան ավելի իրանք քեզ ստիպում են, որ դու անես ինչ-որ բաներ, որոնք չեն բխում քո շահերից, չեն բխում քո ցանկություններից, այլ բխում են ուրիշի շահից եւ ցանկությունից, այնքան ավելի կեղծ են արժեքները։ Եվ որքան ավելի քիչ են, 100%-անոց երևի ոչ են կա, բայց որքան ավելի քիչ են, որքան ավելի քո անձնական ընտրությունն ու ազատությունն է մեջ ներառած, այնքան ոչ կեղծ։ Ես իրան այսպեսի սանդղակով եմ տեսնում։ Դուք երբ որ ասում եք կեղծ արժեք, չկեղծ արժեք, ինչի նկատի ունեք, որտեվ սա կարևոր է, թե մենք խոսում ենք արդի համացանցի մասին, մենք պիտի հասկանանք, իսկ այդ ասում թաց չորից տարբերելու համար։ Ես արժեք այդքան չի ասում, քիչ ասեցի, ավելի շուտ օրենք կանոնակարգումը, որը իհարկե արժեքների վրա է հիմնված, հա, եւ ի վերջո այդ որ ասեցիր, ասենք ազատություն, այո, կան ինչ որ արժեքներ, որոնք համենայն դեպս մեր քաղաքակրթական դիրքորոշումից, հա։ Այսինքն բոլորս երբ որ խոսում ենք, ինչ-որ ֆունդամենտալ արժեքներից այս թե այնպես խոսում ենք, մինչև հիմա նույնիսկ չնայած բոլոր հանգամանքներին, մինչև հիմա արդեն երկար հազարամյակներ մարդ ուտելը չի համարվում կոմիլֆոբան, հա։ Այսինքն տեղից սկսենք, էլի, հա, ուրեմն մի սպանիրը բավական տարածված է, թեև այդքան չէ, ինչքան մարդ չուտել է։ Մի գողանարը արդեն շատ ավելի քիչ է տարածված։ Մի շնանարը ընդհանրապես չի, այսպես ասած, հետևում, հա։ Այսինքն իրականում շատ քիչ կան այդպիսի ամենաֆունդամենտալ մակարդակի արժեքներ, մյուս կողմից ամեն մարդ ունի, բայց կողմնորոշվելը իմ համար խմբային էլի երևույթ է, սոցիալական երևույթ է։ Այսինքն էլի եթե հավաքվում եք ընտրել խաղի կանոնները, ընտրել կանոնները, եւ բայց ռեֆլեքսիան օգտագործելով այստեղ ինչն է կարևոր, ինձ թվում է, էլի, ասենց ես ազատ ուղղակի դատողություններ եմ անում, որովհետեւ այնքան կա կեղծ գիտակցություն, այդ կեղծ գաղափարախոսություններ, բաներ, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Այսինքն կեղծը մենք պայմանավորվեցինք, որ մաքսիմալ մարդու քո շահի համար օգտագործելն է, մանիպուլատիվն է, այո։ Հա, որ դրան դիմակայելը
քննադատական մտածողության միջոցով, մտագործունեության միջոցով, ճիշտ կառուցված կոմունիկացիայի միջոցով, ինչ որ էս Հաբերմասի այդ կոմունիկատիվ շրջանակը, հա, որ ասում է, դա որ իշխանություն չունի, ոչ մեկը մյուսի նկատմամբ ազատ նստած քննարկում են, այսպես Սոկրատեսյան տարբերակով, այդ բոլորը, որ օգտագործում ես, դու բան ես անում, դեկոնստրուկցիայից ես ենթարկում այդ կեղծը ու արժեքները դառնում են այդ կարողությունները։ Այսինքն իմ համար ամենաանհերքելի արժեքը հենց բուն մտագործունեությունն է։ Հա, մնացած ամեն ինչը դրանից է ելնում, որովհետև կան իրադրություններ, երբ դու արժեքը չնայած ինքը մասամբ կեղծ է, ինչպես ես ասացի, բայց իր մեջ կա նաև անհերքելի պահ։ Օրինակ հենց մայիսի 9-ը։ Ինքը պետության կողմից ներդրված, հա, ԽՍՀՄ բանի կայսրության կողմից ներդրված որոշակի նպատակներով, էլի մանիպուլյատիվ նպատակներով, որ արևմուտքի դեմ միշտ ուժը տեղը լինի, 60-ականներին վերականգնվեց որպես օր, տոն, հիշատակի օր եւ այլն, բայց քանի որ այդ պատերազմը հսկայական քանակությամբ մարդկանց վրա սարսափելի ազդել էր, ճակատագիրների վրա, հա, մերձավորների կորուստը եւ այլն։ Դրա ավարտը տոնելը առնվազն։ Այո, եւ չէ, ուղղակի օրա, որը մեկը հիշատակի օրա դա մեկնաբանում, մեկը իր վերապրած լինելու օրնավ մեկնաբանում, քանի դեռ կան կենթանի մասնակիցներ, հա, պատերազմի, մեկը իր ծնողների վերապրած լինելու, մեկը իր ծնողների մահանալու ու կար մի ընդհանրություն, որը փորձեցին արդարացնել, որ իմաստ ունի այդ տոնը իմիջիայլոց, որն էր արդեն այդ ժողովրդավարացման գործընթացների ժամանակ, հա, այլևս երբեք, որ էլ չի կրկնվելու դա, որ այ դասը մայիսի 9-ին է, որ այլևս չպիտի դա լինի, ու տեսանք, որ այդ քանգդվեց այդ ընդհանրությունը, պատերազմները շարունակվեցին, ծաղկեցին ու քանի գնում մեծանում են ու այսօրվա օրով մոտավորապես արդեն սկսում են հասնել այդ նույն պատերազմի մասշտաբներին կամ դրա վտանգը կա ու փաստորեն այդ տոնը որ դառնա լրիվ հերքելի կամ լրիվ ընդունելի տեղի չի ունենում ու ես չեմ կարող ասել այն մարդուն որը դա իսրտե նշում է այդ օրը որ բա գիտես ինչ դա կայսրության մանիպուլատիվ օրն է եւ այլն, հա։ Ուրեմն այդ իրադրության մեջ այս իմ սաղ դիսկուրսը պետքական է դառնում, որովհետեւ դու պիտի հասկանաս, որ մտագործունեությունը, ռեֆլեքսիան ավելի մեծ օգուտ է, ավելի արժեք է, քան այն օբյեկտային արժեքները, այն արժեքները, որոնց դու կարող ես հետևես, կարող ես չհետևես, հա։ Դու դուրս ես գալիս ցանկացած օբյեկտային արժեքից դիտելով թե ինչքանով ում համար ինչա դա նշանակում, այսպես կարելի է ասել։ Համացանցի այս աջաբսանդալ վիճակը արդյոք սա արդյունք չի նրա որ առաջին անգամ պատմության մեջ մարդկության կա մի հարթակ, որ իր մեջ է ներառնում տարբեր արժեքային համակարգեր ունեցող խմբեր։ Դիցուկ, եթե իմ արժեքային համակարգը վերցնենք երկու կրոնական կառույցներ, X եւ Y, եւ X-ի մոտ արժեքային համակարգը մի ստիր բոլորինը ես փորձելու եմ ազնիվ լինել, եթե ես դրա կրողն եմ, եւ Y կրոնական համակարգը ինձ ասում է քո կրոնի ներկայացուցիչներին մի ստիր մնացածին մանիպուլացնելը արդար է, հա, եւ հասկանալի է, չէ, որ ստեղ բախվում են իմ ու իր արժեքները, ինքը սկսում է մանիպուլացնել, ես ենթադրում եմ, որ ինքն է պիտի չստի, որովհետև իմ աշխարհի ու այսենց հիմա սա հազարապատիկ դարձնենք, հա, այս մոդելը։ Այսինքն արդյունքում մենք ունենում ենք այնինչ ուրեք, այնինչ որ Բաբելոնյան աշտարակ, հա, լեզուները խառնվել են իրար, որովհետև բոլոր տարբեր տեսակի արժեքային համակարգերը, սկսած ծայրահեղ էգոիզմից վերջացած ծայրահեղ ալտրուիզմի խառնվել են իրար։ Դե այդ առումով միտքս եկավ ասենք ինչի եմ ես սիրում մտագործունեական վարժությունները եւ կրեատիվ խաղերը որպես դրանց գլխավոր ձև, որովհետեւ արդյունքում դու ստանում ես ինչ որ մի կարևոր հետաքրքիր բան, պրոյեկտ, մտագործունեական մեխանիզմ, երբեմն ասում ենք դա մտագործունեական շարժիչ, հա, եւ այլն, որը հետո երկար տարիներ օգտագործում ես, ասենք ես իմ
ներսում ունեմ պաշար այդպիսի մի քանի գործիքների, բարդ գործիքների, որոնք ասենք 3-4 օրվա հսկայական աշխատանքի արդյունքում են ձևավորվել, հետո մտածել ենք դրա շուրջ եւ այլն։ Դրանցից մեկը կոչվում է Miditron։ Հիմա բացատրեմ դա ինչ է։ Դա 2005 երևի թվիներ, երբ այդ խաղում առաջացավ, ուրեմն դե MIDI-ն նշանակում է մեջտեղ, հա։ Ուրեմն կա մինի ու կա մաքսի։ Ինչն է խնդիրը։ Քննարկվում էր այ հենց այն ինչ որ դու հիմա ասում էիր։ Դե այն ժամանակ դեռ սոցիալական ցանցեր այդքան տարածված չէին, բայց այն որ մարդը խճճվում է գաղափարախոսությունների տարափի տակ, դիսկուրսների, մեսեջների ու արժեքային համակարգի, ինչպես հիմա են բողոքում բոլորը, որ չկա մի բոլորին ընդհանրացնող բանարող, միավորող արժեքային համակարգ, նույնն էլ այն ժամանակ էր։ Ու քննարկում էինք, իսկ ինչ անել այդ վիճակում։ Եվ այսպիսի մի բան հորինեցինք, մեխանիզմ հորինեցինք, որը անվանեցինք Miditron, որի էությունը շատ պարզ է։ Ինքը ասում է, այդ համակարգերը գալիս են, եթե դու շատ դանդաղ ես իրենց պտտացնում, դու լրվում ես մի համակարգի մեջ, ոչ ունես ռեֆլեքսիա, ոչ մտագործունեություն եւ դառնում ես դրա այսպես պտուտակը, հա։ Եթե շատ արագ են գալիս, դու խճճվում ես, կարող է գժվես։ Ուրեմն դու որպես մարդ MIDI ես։ Դու վերցնում ես այն արագությունը, որը քեզ թույլ է տալիս քո գիտակցության այդ ճառագայթը ուղղել այս համակարգից այն համակարգին, պտտեցնել իրենց այն արագությամբ, որը քեզ հարմար է։ Ճիշտ ինչպես հեծանիվը։ Այսինքն, եթե շատ դանդաղ գնացիր կընկնես, շատ արագ էլ գնացիր, էլի կարող է զղկվես, հա, ինչ որ պահի։ Ուրեմն դու ընտրում ես քեզ հարմար արագությունը այդ դիսկուրսները պտտելու։ Ու այստեղ շատ հետաքրքիր հանգամանքներ կան, որովհետև դա ցույց է տալիս, որ մարդը ի վերջո իզորու է իր արագությունը ընտրել, հասկանալու ինչ որ բաների, հա, պտտեցնելու։ Բայց ինչի է դա կարևոր, որտեվ այդ ամեն դիսկուրսում, ամեն գաղափարախոսության մեջ դու կարող ես որսալ կարևոր բան։ Այն ինչպես ես հիմա որ խոսում եմ, եթե իմ տեքստը վերլուծենք, այնտեղ կան տերմիններ պոստմոդեռնիզմից, հա, ասենք դեկոնստրուկցիա։ Բայց դա չի նշանակում, որ ես պոստմոդեռնիզմի անունից եմ խոսում։ Այսինքն վերցնել աշխարհի ամեն դիսկուրսից այն, ինչ քեզ անհրաժեշտ է քո աշխարհայացքը կառուցելու համար, եւ կառուցել։ Մեկ ուրիշն էլ կասի, չէ, չեմ ուզում սա լսել, որովհետև պոստմոդեռնիզմից ես վերցրել, դեկոնստրուկցիայի մասին ես խոսում, հա, կամ կասի, ինչպես ասում են, քննադատական մտածողությունը քննադատել է նշանակում, իսկ քննադատում են, այսպես ասած, գործտվողները եւ այլն եւ այլն։ Այսինքն դու կառուցում ես քեզ համար քո Miditron-ի միջոցով քո աշխարհայացքը ու ամբողջ կյանքդ կառուցում ես։ Եթե կարող ես պատնեշներ դնել այդ դիսկուրսների այն հոգեբանական ազդեցությանը, որը քեզ դարձնում է, բան, հա, մանկլավիկ, դարձնում է պտուտակ, ուրեմն դու Miditron-ին տիրապետում ես։ Այդպիսի մեխանիզմը մենք ուրեմն սահմանեցինք, ձևակերպեցինք երկար տարիներ առաջ։ Ու ես մինչև այսօր, հենց որ զգում եմ, որ ուղեղից մի քիչ չափից դուրս շատ ինֆորմացիա, ասում եմ, մի րոպե, ստոպ։ Հոգեբանության մեջ պարզը որ ուրիշ միջոցներով դա առաջարկում է։ Ես շատ հետաքրքիր բան եք ասում, որտեվ դուք այս պահին փաստացի տեխնիկական լուծման մասին եք խոսում։ Խնդրի տեխնիկական լուծման։ Ես մտովի գնացի դեպի քաղաքական դաշտ, խնդրում եմ ձեզ էլ, հա, ինձ հետ գալ, որովհետև ամենամեծ խնդիրը որն է, հա, որ այսօր քաղաքական դաշտին ներկայացնում են, որ չկա գաղափարներ։ Գաղափարախոսության տեսակետից քաղաքական դաշտը ամբողջ աշխարհում սնանկ է, ունանկ է եւ դա է պատճառը, որ պոպուլիզմն է, այսպես ասած, առաջ գնում, ով ինչ ուզում ասում է, ասում են, որ սա պոստմոդեռնիզմի արդյունքն է, երբ որ բոլոր գաղափարները, բոլոր տեսակետների արանքում դնում է հավասարության նշան, այս ամեն ինչին կողքից նայողը, որ տեսնում է սա էլ կա, սա էլ կա, սա էլ կա, դրան էլ գումարած գաղափարների շատությունը, հա, այսօրվա մեդիա աշխարհը համես թույլ է տալի։ Եվ դու հասկանում ես, որ սրանք բոլորը հավասար են, բոլորը խճճող են, այս դեպքում առաջ է գալիս տեխնիկական լուծումներ առաջարկելը, այսինքն մենեջանելը այս ամեն ինչը դաշտը կամ այս դաշտում քեզ մենեջանել, հա, կապ չունի քո հոգեկանը առողջ պահելու տեխնիկական լուծումը, թե քաղաքական դաշտը
քիչ թե շատ նորմալ պահելու տեխնիկական լուծումը ինստիտուտների ձևով կլինի դա թե այլ ձևով գալիս է առաջին պլան եւ այսօր երբ որ ասում են որ չգիտեմ Իլոն Մասկը կամ այլոք որոնք առաջարկում են խնդիրները բոլոր սոցիալ գաղափարական տեխնիկական լուծումներով համակարգել սա դրա արդյունքն է այսինքն երբ որ կոմոդ գաղափարական հավասարություն է եւ խճճված վիճակ դու այդ գաղափարները դասավորելու իրանց հետ ապրելու տեխնիկական լուծումներն է կոմոդ գալիս որպես առաջին կետ եւ արժեք դե գիտես ինչ այո շատ ճիշտ է եւ դրա համար մենեջմենթը կարևորագույն գիտություններից մեկն է, որը մեզանում բացառված է, հա, չի հասկացված մինչև վերջ։ Մեզանում կարծում են, որ ասենք բայց մենք այս պահին մենեջմենթի բանին է աստծուն մեկը աղոթում ենք, անգամ չհասկանալով։ Չէ, չհասկանալով, բայց այստեղ sense բան կա, էլի, ես միշտ սիրում եմ այդ պատմությունը, որ ասում է բանը Նաբոկովին ինչ որ մի կարևոր գրող վատ բնութագիր գրեց, երբ Նաբոկովը դիմել էր ամբիոն համալսարանի ինչ որ համալսարանի Ամերիկայում ամբիոնի վարիչ դառնալու համար, իրան ասին, բայց նա հանճարեղ գրող է, ինչի՞ ես դու տենց բնութագիր գրել, այդ ամերիկյան գրողը ասեց, բայց արջը չի կարող լինել արջերի ամբիոնի վարիչ։ Մեզանում դա հասկացված չի։ Այսինքն եթե լավ գիտնական է, դնում են, ասենք, ռեկտոր կամ բան, հա? Իսկ որ մենեջմենթն է այստեղ շատ կարևոր հանգամանք, նույնն է Իլոն Մասկի հետ, էլի, ինքը այդ պետության ասպարեզում այնպիսի բաներ արեց, որ ոչ մի Չէ, դա բոլորս հասկանում են, բայց այն գաղափարը, որին ինքն էլ է հետևում, որքանով է հասկանում, որքան չէ դա երկրորդական, հա? Բայց զուտ Լիանա ջան, նայ, այստեղ էս էլի մենք ապրում ենք կեղծ գիտակցության պայմաններում, որովհետև երբ ասում ենք ինչ է գաղափարախոսությունը, ինչ է գաղափարը, պիտի մի հատ դրա բանը unpacking-ը անենք, հա, հասկանանք ինչի մասին է։ Մենք շատ հաճախ արժեքների հետ ենք իրան շփոթում։ Նայ, օրինակ ես գաղափար եւ գաղափարախոսություն բառերի վերաբերյալ անալոգիայով կատեգորիա բառի պատմությունը պատմեմ։ Ուրեմն Արիստոտելը օգտագործեց հետո լիքը փիլիսոփաներ Կանտը եւ այլն ու բոլորը առաջարկում են այսինչ քանակի կատեգորիաներ հետո եկան 19-րդ դարի 20-րդ դարի հետ կանտային ուրեմն բոլոր փիլիսոփաները ու ամեն մեկը ասում է չէ բայց իրականում այդ կատեգորիաները ավելի շատ են հետո մեկը ասում է էլ ավելի շատ են ու վերջը արդեն 20-րդ դարի կեսերից համարվում է որ կատեգորիա տերմինը իմաստ չունի որովհետեւ ամեն ինչ կատեգորիա է հասկանում ես հիմա նույնը գաղափարի ու գաղափար բառի հետ կարելի է նույն պրոցեդուրան անել այսպես ասած եւ մնում է իդեոլոգիան գաղափարախոսությունը ինքը իր օգտագործման մի խոշոր մասով ստեղծվել է պետության իշխի կողմից մանիպուլացնելու համար եւ ոչ միայն պետության խոշոր մասով ասում եմ այն մյուսները չդիտարկենք պետություն ասելով նկատի ունեմ եւ իրեն ծառայող քրմերը հա, այսպես ասած, ինտելիգենցիան եւ այլն, ասենք, որպեսի իշխող մասային իշխված պահի, հենց այդ քննադատական մտածողությունը դրանից է սկսվում։ Ինքը ստեղծվել է, որպեսի մարդկանց ուղարկի պատերազմ, մարդիկ չասեն ինչի եք ինձ ուղարկում պատերազմ։ Ու որ իրան պինդ պահես, պետքա այն օրուելյան տոտալիտարիզմի պես համակարգ։ Հիմա մենք տեսնում ենք նույնիսկ Ռուսաստանում, որ այդքան պինդ չեն պահում Այս բոլոր վատ իրադարձությունների արդյունքում մեկը, այսպես ասած, absolute տոտալիտարիզմ չի, հա? Ու այդ է խնդիրը, որ գաղափարախոսությունը երբ որ իշխի ձեռքում դառնում է գլխավոր սեփական իշխանությունը պահելու տեխնոլոգիա։ Ինքը լիքը սխալ բաներ է անում։ Դրա համար ոչ թե գաղափարախոսությունը պիտի լինի այլ մտագործունեությունը պիտի լինի։ Դրա համար, ասենք Ֆեյերաբենդը համբավ ուներ որպես էկլեկտիկ փիլիսոփա, ինչի, որտեղ ինքը նույն բաներ ասում, ինչ ես եմ ասում այդ մի դիտրոնով։ Ասում էր վերցրեք ցանկացած ուսմունքից այն ինչ ձեզ պետք է, որպեսզի լուծեք հարցերը, որոնք ձեզ կամ ձեր հանրությանը վերաբերում են, հա։ Այսինքն սկզբունքային գաղափարախոս լինելը, ասենք ծայրահեղ նեոլիբերալ կամ հակառակը ծայրահեղ սոցիալիստ եւ այլն միշտ բերում է կատաստրոֆի հնարավոր չի լինել սկզբունքային գաղափարախոս եւ ունենալ իշխանություն էլի նենց կյանքում կարաս հա տեսեք ես սենց եմ այսինքն ոչ թե սենց եմ մտածում սենց հարցեր եկան հա իմ գլխին մենք շատ հաճախ գաղափարախոսությունը կապում ենք իշխող էլիտայի հետ
որևէ, հա, իշխող էլիտայի եւ դիտարկում ենք իրան որպես էլիտայի տեխնոլոգիա, հա, իշխանության մնալու։ Բայց նաեւ եկեք գաղափարախոսությանը նայենք հակառակողությունից։ Գաղափարախոսությունը անհատինել է շատ հաճախ պետք կյանքը եւ տիեզերքը կանոնակարգելու համար։ Դա բավականին կարճ եւ հստակ։ Հա, դա աշխարհայացք են անվանում, բայց ինքը այդպես թե այնպես կծված է։ Դա կոմունիզմի սովետական դասագրքում հենց դրանով էր տարբերվում գաղափարախոսության եւ աշխարհայացքի։ Եվ ինչ է ուզում ասել, գաղափարախոսությունը մի կողմից օգնում է իշխանություն պահել, բայց երբեմն օգնում է իշխանություն վերցնել եւ երբեմն օգնում է, հա, շատ հեռու չգնանք, հասնենք բան 20-րդ դարի սկիզբ, հա, կոմունիստները իրենց գաղափարախոսությամբ վերցրեցին իշխանությունը ու փոխեցին առնվազն լիքը բաներ, հա, փոխեցին աշխարհը ըստ իրենց գաղափարախոսական եւ արժեքային համակարգի։ Ես որ ասում եմ ես ուզում ասեմ ինքը նույն այդ մարդիկ ովքեր իշխանության տակ են, իրանք կարող են կոնտր գաղափարախոսություն ձևավորելով գալ իշխանության։ Ես քաղաքական օպոզիցիային նույնպես նկատի ունեմ։ Իրանք էլ իշխի ձգտող են։ Այդ խաղի մեջ բոլոր եղածները։ Երկրորդը, եթե նայում ենք 17 թվականը 1900, ինձ շատ հետաքրքիր մասերից մեկն է բնականաբար մեր պատմության, որը քիչ թե շատ մի քիչ հասկանում եմ, հա, ի տարբերություն հայոց պատմության, որտեղ ինքը գրված է, ուսումնասիրված է, հա։ Բանը այնտեղ ցարիզմը չուներ գաղափարախոսություն արդեն, ինքը տապալվել էր։ Իսկ բուն գաղափարախոսություն հասկացությունը նիմեցկա իդեոլոգիա, էլի Մարքսի կողմից բերվեց առաջի անգամ այդպես քաղաքականացված իմաստով ու դրվեց աշխարհի դիսկուրսի մեջ, հա, Եվրոպայի, Արևմուտքի, բայց ամեն դեպքում դա աշխարհի գլխավոր դիսկուրսներ են ժամանակ, որտեղ ամենալսելին էր։ Ինչու՞։ Հա, որտեղ կպնում էր ամենալայն տարածված խնդիրներին։ Որովհետև մարդկությունը ի վերջո պրոգրեսի ենթակա է։ Այսինքն այն ինչ տեղի ունեցավ ամերիկյան եւ ֆրանսիական հեղափոխությունների միջոցով, մինչև այդ աշխարհում ռեգիստրացված չէր, որ տենց բան լինի, որովհետև ոչ թե պարզապես իշխանությունը փոխվեց, այլ բանը հասարակարգը փոխվեց։ Հասարակարգի իշխանության ընկալման ձևը փոխվեց, այո։ Փոխվեց, հետո հետ փորձեցին բերել վատ բաներ։ Գտեք ինձ հիմա ինչ որ մեկի, որ ասի, որ ես իշխանություն պետք է մնամ, որովհետև ինձ Աստված օրհնել է, պամազենիկ եմ ես Աստծո։ Արդեն դա չի անցնելու։ Բրունե երևի չգիտեմ։ Հա, բայց գոնե մեր քաղաքակրթության մեջ դա ծիծաղելի է հնչում։ Ուրեմն ոչ թե պարզապես իշխանությունը փոխվեց, այլ այո, հասարակարգը, արժեքային համակարգը եւ այլն, մարդիկ առաջի անգամ հասկացան, որ կարելի է հասարակարգ փոխել, հա, ու այդ ժամանակ այդ հասկանալը հասարակարգ բառը բերեց առաջ, որը մինչև այդ չկար, ասենք ով գիտեր, որ ինքը կապկացութաձևի մեջ է ապրում, ինքը ֆեոդալիզմի մեջ է, ոչ մեկ չգիտեր, որ ինքը ֆեոդալիզմի մեջ է ապրում, հա, նույն ձևի հետո եկավ այդ իդեոլոգիա բառը, գաղափարախոսություն բառը, հա, ու բառերը գալիս են, հետո իրենց նշանակությունը կորցնում են, հետո հիմա սպառվեց, որովհետև սոցիալիզմի գաղափարը շատ օգտագործվելուց բառերը։ Այո, դա հոգնած բառերի ֆենոմեն է, ես դրա համար եմ ասում։ Հենց որ իրենք դառնում են կարծրատիպ, հենց որ հոգնած բառ ես ուզում օգտագործել, փոխարենը ասա դու ինչ նկատի ունեիր, փոխիր կարծրատիպը։ Այ իդեոլոգիայի փոխարեն ասա այն ինչ նկատի ունեիր, դու նկատի ունեիր քաղաքական, ասենք էլիտայի դիսկուրսը, չնայած դրանք էլ են արդեն կարծրատիպացող բառեր, հա, թե ասենք օրինակ հիմա դիսկուրսը դա մեդիա աղմուկի հումանիստն է, որտեվ իդեոլոգիա, այն որ ասի խոշոր մասով քաղաքական է, այն փոքր մասով էլի այն ժամանակ օգտագործվում էր արդեն ավելի մետաֆորիկ իմաստով, այսինքն չգիտեմ բաների, այս ինչ ուղղության գիտնականներ, ասենք ֆիզիկոսների գաղափարախոսություն, բան, հա, նկատի ունենալով այն պրիմիտիվ շարքը, առաջի մակերեսային շարքը, պարադիգմային թեզերի, որը սահմանում է այսինչ կատեգորիայի մարդկանց արժեքները, ասենք ֆիզիկոսների դեպքում, որ աշխարհը իմանալի է, ճանաչելի է, աշխարհայացք պլյուս արժեքներ, ու դա մասնագիտական ինչ-որ փաթեթավորում են գաղափարի մեջ, մետաֆորիկ օգտագործում էր, որը այսպես կոչված վուլգար մարքսիզմի ժամանակներում շատ հետազոտություններ, տեքստեր գրվեցին այդ բառի օգտագործմամբ, հետո ինքը կամաց-կամաց մարեց, որտեղ հոգնած բառ էր դարել,
Սովետում էլ արդեն ոչ ոք չէր ուզում օգտագործել, հա, արդեն 60-70-ականներին այդ բոլոր բառերն էին հոգնած դարել։ Հիմա հեչ ինչ որ բան կա, որ վուլգար չի, այսինքն քաղաքական տերմինոլոգիա, քաղաքական գաղափարներից ամեն ինչի վուլգարիզացիան է, գոնե իմ տպավորությամբ։ Դե կա այդ նույն այդ համացանցային տարափի ֆենոմեններից մեկն է։ Անկամ սա, քրիստոնեությունը լավ մարածա որպեսի դա լինի, բայց անգամ ասենք նույն իսլամի մեջ, հա, մենք տեսնում ենք, որ ընդեղ էլ արդեն վուլգարիզացիա էլի այդ կրոնականի, այսինքն ամեն ուր է ինքը մտնում։ Դե ինչ ասեմ, եթե դիտարկենք իրան որպես գաղափար, այստեղ պետքա մտածել, թե այդ ինչ նկատի ունենք, էլի բառը պետքա բանանենք, հա, դեկոնստրուկցիայի ենթարկենք, վուլգարը գրեհիկն է։ Պրիմիտիվն է, այս դեպքում մենք պրիմիտիվին պարզունակությունը, հա, ու պարզունակությունը, այո, էլ տես, որ ասում եմ մարդկությունը զարգանում, ես այդ նկատի ունեմ, որովհետև այն, որ քո գյուղական կյանքը, քո ֆերմայում կյանքը 19-րդ դարի կեսերին պարզունակ է, դու չէիր գիտակցում, դու չգիտեիր։ Այն, որ հիմա մարդկանց մեծ մասը պարզունակ արժեքներով է կամ այս համացանցը ողողված է, հա, այդ պարզունակ արժեքներով բանում, իրանք գիտեն, մենք գիտենք, մենք գիտենք, այսինքն մենք գիտենք, բայց հետո մենք տեսնում ենք, բայց մենք մերը չենք տեսնում։ Մենք չգիտենք, մենք դիմացինի պարզունակությունը հստակ ֆիքսում ենք, բայց երբ որ հարցը մեզ է վերաբերվում, այս թվում է։ Դե այդ միշտ դժվար է քո ներսը գնալ, բայց մենք որ ասում ես մենք նկատի ունես որոշ հավաքական մեկ։ Հա, այդ արդեն ինչի մենակ հայերին։ Այդ մենք ամենակարծատիպ այլացած բառերից է։ Պարզունակ մտածել է, երբ որ մենակ հայերը դուք չեք պատկերացնի, թե մենք ինչ կարգի ուրիշ ազգերից չենք տարբերվում։ Այսինքն դա էլ է, էլի բարձու սեփական ունիկալության, որը կա։ Սեփական ունիկալության մշակութային յուրահատկության ծայրահեղ պարզունակությունն է, մենակ հայերը կարան այս ինչը։ Ժամանակ կա խոսելու, թե։ Իսկ թվում է մի 10-15 րոպե դեռ ունենք։ Լավ, ուրեմն մի ժամ խոսենք։ Մենք որ աշխատում ենք մտագործունեության մեթոդաբանության մեջ, գաղափարներ ենք, ինչ որ էլի գործիքներ ենք դուրս հանում, հա, այդ կիրառուկներ, որ ասում եմ։ Ես դրանք անվանում եմ մտաջիկոններ։ Այսինքն մտքի եւ էմոջիի բառի միացումից եմ էլի ստեղծում։ Այսինքն փոքրիկ պրիոմիկներ, փոքրիկ կիրառուկներ, որոնք օգնում են կամ կարող է խանգարեն, եթե սխալ են կիրառվում, մտքի զարգացմանը, կառուցմանը եւ այլն։ Հիմա շատ բազում, շատ տարբեր մտաջիկոններ կան, բայց այդ մտաջիկոնների շարքում, ասենք միզիտրոնը բարդ մտաջիկոներ, հա, այն որ ես ասեցի, կան հոգնած բառեր, օրինակ, եւ կա մեկը, որը շատ էլի հայտնի է, անհարկի ընդհանրացումներ։ Ու կա մեկը, որը կոչվում է նիհար աբստրակցիա, որը ես էլի արդեն երևի օգտագործել եմ։ Որն է նիհար աբստրակցիան։ Հենց այդ է, երբ դու ասում ես մենք առանց ճշտելու այդ մենքի մեջ ով է մտնում, ինչ նկատի ունես։ Դա նաև հոգնած բառը դառնում։ Իրանք շատ իրար մոտ են։ Եվ դա նաև անհարկի ընդհանրացում է դառնում, որ ասում են բոլոր գերմանացիները ճշտապահ են, հա, եւ այլն։ Բոլոր բառը կարելի է չասել էլ, հա, գերմանացիները ճշտապահ են։ Անհարկի ընդհանրացումները, նիհար աբստրակցիաները եւ հոգնած բառերը միասին պղտորում են մեր այդ կեղծ գիտակցության կարևոր մասերից են։ Ուստեղ մի բան էլ կա, այ ինչպես որ միզիտրոնը կարևոր է, որ արագությունը ճիշտ պահես, բան հասկանալու, քննարկելու, հա, ինչ որ որոշումներ կայացնելու։ Նույն կերպ էլ կա ուրիշ միջոցներ կան գիտակցությունդ կամ մտագործունեությունդ քիչ թե շատ մաքուր պահելու։ Կոչվում է հայտնի էլի փիլիսոփայական մեթոդներից մեկն է, կոչվում է ակտ էպոխե։ Էպոխե գործողությունը։ Ինչ է նշանակում էպոխե գործողություն։ Նշանակում է մի բանը, որ գալիս է դու չգիտես ճիշտ է, սխալ է, լավ է, վատ է, արկախի։ Ոչ ոչնչացրու, մոռացի, գցի մի կողմ, ոչ էլ միանգամից վերցրա ու լոզունգով դուրս արի, ասա հա, էտա որ կա։ Մի հատ արկախի, տես քո աշխարհայացքի կառուցված մասին, համակարգին համապատասխանում է, թե չէ, թե միանգամից չես կարող ընդգրկես։ Միշտ ապիր։ Արկախի, հիմա շատ հարցեր կան, որոնք ես արկախած ունեմ։ Հա, օրինակ, ուրեմն Մարքսը եւ այլք ստեղծեցին սոցիալիզմի, կոմունիզմի գաղափարը եւ դա այլընտրանք էր կապիտալիզմին։
Հիմա մնում է, նույնիսկ եթե շատ վարկաբեկվել է բան տեսնեմ, բայց ի վերջո մնում է սոցիալիզմի գաղափարը, այս կամ այն ձևի վերափոխված, ասենք սկանդինավյան երկրներում դեպի լավ ձևի էր վերափոխված, Չինաստանում էլի դեպի մի քիչ տոտալիտար ձևի, հա, բայց կա, էլի Կուբայում կա եւ այլ։ Բայց այդ երկուսից բացի ուրիշ բան մարդու միտքը չի կարողանում ձևավորի։ Պարտադիր չի, որ հենց տեսականորեն կարող է պրակտիկ ոչ կապիտալիստական հարաբերություններ կամ ոչ սոցիալիստական հարաբերություններ։ Մենք ունենք ֆեոդալիզմ ունենք, վատ հարաբերություններ չէ։ Եվ այլ, բայց դրանցից դուրս ուրիշ ձև չկա։ Տեսա ու մարդ մենակ ես չեմ էլի այդպես բան, կան փորձեր, բայց ոչ մի հաջող ու այդպիսի համապարփակ մոտեցում, որը իրանց այլընտրանք լիներ, մարդիկ համոզվում էին, մտածեին, հա, հնարավոր է այդ տարբերակը, չի ստեղծվել։ Կան, ասենք, կիբուցը էլի սոցիալիզմա համարվում, կիբուցի փորձերը, այլ տեսակի տենց հավասարազոր թվում է բոլոր այդ փորձերը դատապարտված են լինելու միշտ թերի, որովհետև մենք իրանց մեջ չենք ներառում կամ ներառում ենք մասամբ, այսինքն կամ իրան ներառում ենք 100%-անոց, սպասեք նորից պետք է սկսեմ։ Այդ բոլոր փորձերը թերի են, որովհետև մենք, երբ որ ինչ-որ այդպես համակարգ ենք պատկերացնում, գծում տնտեսական, մենք իրա մեջ կամ լրիվ չենք ներառում, կամ ամբողջությամբ ենք ներառում մարդու իշխանության ձգտելու սոցիալական բուրգի վերև գնալու ցանկությունը։ Իսկ այս ցանկությունը ինքը մենք sense բուրգ ենք պատկերացնում, բայց ինքը անդադ շարժում է։ Ինքը անդադ շարժում է յուրաքանչյուր սոցիումի մեջ։ Ու եթե մենք տեսնենք, չգիտեմ, անարխիզմի մեջ որպես երևույթ, այդ բուրգի մաքսիմալ հերքումն է, ոնց անենք, որ այդ շարժը չլինի։ Չգիտեմ, ֆեոդալիզմի մեջ բուրգի մաքսիմալ քարացումն է, ոնց անենք, որ այդ շարժը էլի կանգնի, բայց մի ձևով։ Այսինքն մենք այդ բուրգի շարժը, իսկ ինքը շարժ է միշտ։ Իսկ շարժը դատապարտում է յուրաքանչյուր համակարգի, այսպես թե այնպես վերափոխում ու քանդում։ Այսինքն հիմա ես ինչ եմ լսում այս դիսկուրսի մեջ, որ իշխի ցանկությունը, ուզը, չգիտեմ, հա, այդ ազդակը իշխել այլ մարդկանց վրա մի քիչ աբսոլյուտիզացված որպես նախնական հիմքային։ Ես իշխի ցանկությունը չեմ դնում։ Հա, ես իրան դնում եմ հիմքային, բայց դա իշխի ցանկությունը չի։ Դա բուրգի ներքևում չգտնվելու ցանկությունն է։ Այսինքն, բայց ուրեմն վերևում ինքը ամենավեր դու կարող մեծ մասը ամենավերև չի ուզում է բարձրանալ վեր։ Կարիերա ունենաս, քեզ ճանաչեն եւ այլն։ Այդ շատ ավելի, հա, այդ շատ ավելի որ քեզ չճնշեն, այսպես ասեմ, որ դու չլինես բուրգի ներքևում, չլինես ճնշված։ Այդ շատ ավելի ընդունելի։ Շատ քչերն են ուզում ամենավերև բարձրանան իրականում։ Մեծ մաս ուզում է մեջտեղում մնա։ Գոնե, հա, իրան հանգիստ թողնեն, հա։ Ու այստեղ հարցը ինչն է, որ կա երկու մոտեցում, էլի եմ ասում, այ ակտեպուխի, չգիտես որ նա ճիշտ է։ Մի մոտեցումը ասում է իրականում մարդկության ռեսուրսը լրիվ հերիք է։ Կարային ուղակի վերա պայմանավորվեին ու ոչ մեկը չլիներ բուրգի ոչ ամենավերևը, ոչ ամենաներքևը։ Մյուսը ասում է, չէ, ռեսուրսը չի հերիքում։ Մենք պիտի գրփենք, մի տեղից պետք է վերցնենք, պետք է լինի կոնկուրենցիա եւ այլն։ Հիմա որն է ճիշտ, էլ եմ ասում, ես չգիտեմ, որովհետեւ գիտականորեն դա ապացուցված չէ։ Իմ համար դա ակտեպոխի է։ Բայց մի բան գիտեմ, որ գուցե մի քիչ ավելի փոքր մասշտաբներում, ավելի փոքր հանրություններում համայնքային սոլիդարությունը, համայնքային հյուսվածքներ ստեղծելը շատ ուժեղ քանդված է, մենք խոսել ենք դրա մասին, աշխարհի այս մասում, այդ ատոմիզացիան է տեղի ունեցել։ Իսկ դա այն միջոցն է, որը դու տեխնոլոգիապես հակադրում ես, անկախ նրանից ռեսուրսը հերիքում է, բայց մարդիկ ապուշ են դրա համար չեն բաժանում հավասար, թե մարդիկ ի սկզբանե փիսն են ու բանը կամ ռեսուրսը իրոք չի հերիքում, դրա համար ստիպված են իրար հետ մրցակցում, հա, անկախ այդ ամեն ինչից, եթե քո մոտ կա այդ համանքային փոխօգնության այդ իրական հյուսվածքը, դու խուսափում ես դրա ամենադաժան տարբերակներից։ Այսինքն կան համայնքներ, հիմա չեմ ուզում օրինակներ բերել ինչ որ մշակույթը մյուսին հանդիպադրել, բայց եթե իմանում են, որ քո տանը դժբախտություն է եղել, ոչ թե պարզապես հարևանը գալիս, այդ էլ է լավ, որ գալիս է մի հատ թխված կա բերում, բայց դրանից դուրս գալիս են բոլորով միասին ու լրջորեն օգնում են հարցը լուծում են։ Բայց դա գին ունի։ Շատ լավ, կարող է։ Ուզում եմ ասել, որ մեր այս ատոմիզացիան շատ հաճախ դիտարկում ենք մենք
որպես տեխնոլոգիական եւ այլ զարգացման հետևանք կամ կապիտալիզմի, հա, որոշ ձախեր ասում են դա կապիտալիզմի հետևանք է, բայց իրականում համայնքի սոցիալիզմի կամ ասում եմ դուք էլ ասում եք սոցիալիզմի, ասում տարբեր տոտալիտարիզմի եւ հետո վայրի կապիտալիզմի, բայց իրականում այստեղ կա, հա, հոգեբանական տեսակետից մոտենամ, հա, համայնքային փոխօգնությունը ունի գին, ու այդ գինը երբեմն բավականին բարձր է, օրինակի համար, եւ եթե դու վատ վիճակում ես, համայնքը գալիս է քեզ օգնում է, բայց համայնքը նաեւ կարող է քեզ ստիպել դու ապրես այնպես, ինչպես համայնքին է պետք, անես այն, ինչպես համայնքին է պետք, գնաս մեռնելու այնտեղ, ինչպես համայնքին է պետք, այսինքն այդ չգիտեմ, ես դա որպես ակտեպոխ եկախեմ, բայց իմ կյանքը ուրիշ է եղել, ու ինչքան ես նայում եմ այս մասը աշխարհի, հա, մարդկանց կյանքը, ես շատ այդպիսի օրինակներ եմ տեսնում, որ այդ գինը մեկը պահանջում են, իսկ այն փոխօգնությունը չեն տալիս Դե հասկա մեռնող համայնքի էֆեկտն է։ Ես կոնկրետ եմ ասում, էլի, այսինքն դու կարող է, եթե տեսականորեն ընտեղել վատելներ եւ որ պահանջում են, ինչ գետնի վրա թվերը ցույց են տալիս, որ անկախ դրանից պահանջում են, թե չէ, պահանջը որպես կանոն մեծ թվերով չի իրականացվում։ Չէ, պահանջը ես նաև նկատի ունեմ ընտանիքի մեջ կնոջ ճնշելը եւ այլն, հա, լայն իմաստով, ոչ միայն զորակոչ է եւ այլն։ Բայց այդ փոխօգնության բացակայությունը, հա, բայց այդ փոխօգնության բացակայությունը ես շատ ուժեղ զգացել եմ, օրինակ այն իրադրության մեջ, որ դպրոցում ոչ թե եթե տեսնում են մեկը լավ է ինչ որ բանում, ոչ թե փորձում են բարձրացնել իրան, շատ է եղել, հա, կարող է հիմա փոխվում է, չգիտեմ, այլ ընդհակառակը գլխին տալ։ Հետո նույնը համալսարանում։ Դե հա, այդ հարցերի հարցն է, ինչպես զարգացնել փոխօգնությունը, մինիմալիզացնելով դրա գինը, այսինքն անհատի համար։ Հետո տեսնենք ինչ վատ հետևանքներ ունի։ Որովհետև մեծ հաշվով նոր աշխարհում այս մեր նոր, հա, մոդեռնիստական աշխարհում եւ պոստմոդեռնիստական աշխարհում մենք չունենք ձևավորված կուր համայնքներ։ Այն համայնքները, որը մենք որպես կանոն պատկերացնում ենք համայնք ու հիմա էլ փորձում ենք որպես տրադիցիոն արժեքներ բերել, այն համայնքներն են, որոնք մինչ մոդեռնիստական աշխարհում են եղել, հա, մարդկության պատմության մեծ մասը։ Այդ համայնքի այդ պատկերացումն ենք բերում։ Նայած որտեղ աշխարհի որ մասում իրանք տարբեր են։ Բնականաբար, ես հիմա շատ եմ ընդհանրացնում, բայց ուզում եմ ասել, հա, առանձնացնում եմ, էլի։ Հետ խորհրդայինը։ Ես ինչի հիման վրա եք առանձնացնում։ Ին դիտարկումների եւ տեսական հավելյալ ինչ որ բաների, որտեղ ատոմիզացիան էս խորհրդային միության տարիներին ուրիշ ձևի տեղի ունեցավ։ Դե հա, տոտալիտար ռեժիմների արդյունքում ատոմիզացիա։ Դա գիտեք ինչն է, երբ որ շատ ուժեղ են բոլորի պարտադրում մասնակցել, գինը մեծ խոշոր համայնքի մաս լինելու ուժեղ բարձրանում։ Դրան որպես հակադարձ հայտարարեցին, որ կոլխոզը հենց դրա համար էր, չէ՞, կոլխոզը, ու ճիշտ հակառակը արվեց։ Բայց դրան հակառակ չէր, այդ ուղղակի որտեվ այդ բանը, այսպես ասած, սուտ գաղափարախոսություն էր։ Բայց ասենք Եվրոպայում ես համայնքներ գիտեմ, որոնք բավական մոտ են այդ վիճակին իրենց, ճիշտ այդ փոխօգնության այդ բանի, հա։ Ու կարող է ստիպում են, բայց այդ ստիպելը այդքան չի զգացվում։ Մանավանդ Եվրոպայում, ասենք, երևի կա ինչ որ բան, հա, ինչ որ շատ փակ համայնքներ, որտեղ դա իրոք ստիպելու պահ։ Ես նոր մտածեցի, որ դու ստիպելը երևի այդքան չես զգում։ Դու ստիպելը զգում ես այն ժամանակ, երբ որ դու համայնքի հետ արժեքային անհամաձայնություն ունես։ Այո, եթե դու չունես, դու չես զգում այդ ստիպելը։ Այո, դու այդպես ես ձևավորվել։ Դու ես քո համայնքը գուցե քեզ ինչպես բոլոր սոցիումները ձևավորել է, պարտադրել է ինչ-որ բաներ, բայց ինչ-որ պահից հենց որ մտագործունեությունը քննադատական մտածողությունդ միացնում ես, դու որոշում ես մնալ այդ համայնքում, թե դուրս գալ ու ազատ ես։ Իդեպ առաջի անգամ էլի մարդկության պատմության մեջ որպես կանոն, մարդը երբ որ համայնքից դուրս էր գալի, դա մահ էր։ Քիչ կախվելն ավելի հեշտ տարբերակ։ Արդեն այդքան նորություն չի, հա, մի 100 տարի կամ նույնիսկ ավելի դա կա, բայց հա, համեմատաբար, եթե վերցնում ենք ամբողջ պատմությունը, իհարկե շատ մեծ նորություն է, հա։ Դա էլ է, էլի, այդ ֆունդամենտալ փոփոխություն։ Ու էլի գալիս է այդ խնդիրը, դու ինչի վրա ես ռեսուրսը ծախսում, գիտակցությանդ ռեսուրսը։
քննարկելու արդյոք համայնքի կարևոր հարցերը, ասենք օրինակ Շվեյցարիայում բան են անում, չէ, հանրաքվե են անցկացնում այն հարցով, թե տրամվայի ակները մոտորը փոխեն, որտեվ ռելսերը սենց է վիճակը, էլի, ամեն տրամվայ ուներ 2 մոտոր։ Դրա պատճառով ակնթարթ էր լինում, երբ ակները միացնում էին, դրանից մի ռելսը ավելի շատ էր մաշվում, քան մյուսը։ Խնդիրը հետևյալն է. փոխել ռելսերը, թե մի մոտորանոց դարձնել տրամվայները, ու դրա վերաբերյալ արվում է համաշվեյցարական հանրաքվե։ Հա, այդ է համայնքի ու դու որոշում ես հիմա մասնակցեմ, չմասնակցեմ, ինձ էսա, մեծ մասը մասնակցում է, հա։ Այս սրա վրա երան ծախսեմ մտածելու վրա, թե դա ինչն է ավելի ինձ բան, ավելի թանկ նոր շարժիչներ դնելը, թե փողոցները քանդելը, քաղաքում շինարարություն ունենալը, ու ինչն է ինձ ավելի ձեռնտու կամ ինչն է ինձ ավելի վնաս, հա։ Եվ այլն։ Լավ նոտա է, չէ։ Շատ լավ նոտա է, ես ճիշտ ասած մենք արդեն մոտ 1 ժամ խոսում ենք։ Բաց թող գնամ, չէ։ Պարոն Տեր-Գաբրելյան, վերջում ես ուզում եմ բոլոր մեր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները, ովքեր լսեցին ձեր կիրառած հետաքրքիր եւ երբեմն տարօրինակ տերմինները եւ հետաքրքրվեցին այդ մտային խաղերով, որտեղից գտնեն ինֆորմացիա, ինչպես դրա մասին կարդան, ինֆորմացիան գրած է, ինչպես հայտնի է, մեր կայքում էլ կա, ուրիշ տեղեր էլ որոշակի նյութեր կան, բայց սա տեսականորեն շատ դժվար է ընկալել։ Դրա համար պետք է կազմակերպել առնվազն մտագործունեական սեմինարներ, քննադատական մտածողության սեմինարներ, որը մենք կազմակերպչորեն կազմակերպում ենք ինչքան կարող ենք, բայց ես նաև պատրաստ եմ կամավոր կերպով, եթե ցանկացողներ կան, բայց դա պիտի խումբ լինի, էլի մի հոգի չէ։ Մի խմբով պետք է հավաքվել ու այդ ուղղությամբ առաջ գնալ եւ երբ որ ասենք դու բանավոր ասենք մի օր ես անցկացնում, հետո գրավորները կարդալը շատ ավելի իմաստավոր է դառնում, էլի, այսինքն այդ ուղղությունը մի քիչ սոկրատյան է այստեղ, պետքա բանավոր քննարկումների միջոցով նկարելով էկրանի վրա առաջ գնալ, որից հետո արդեն ընկալելի են դառնում շատ նյութեր։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատեց Լիանա Խաչատրյան, այսօր մեր հյուրն էր արձակագիր Գևորգ Տեր-Գաբրելյանը։ Մենք կարող ենք հղում դնել վիդեոյի տակ նյութերի։ Ինձ թվում է մենք կարող ենք այդպես անել, բոլոր նրանք ովքեր կուզենան ավելի հետաքրքրվեն, ծանոթացեք։ Թող սկզբից մարդիկ մի քիչ կարդան, կանտ։ Հա, հեշտ, կանտն այնքան հեշտ գրող է, պարզ։ Մի թեթև Հայդեգեր չկարդան։ Հա, կանտ կարդան, եւ այլն։ Լավ, դասը սկսվեց արդեն։ Եթե կարդացիք կանտը ու հասկացեք, որ ամեն ինչ հասկացեք, կարող եք անցնել առաջ, հա։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։